Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 26 մայիսի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի մանրաձկան այս տարվա առաջին խմբականակը։ Լճում ձկնապաշարի վերականգնման ուղղված այս ամենամյա միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարը, ոլորտի պատասխանատուներ եւ մասնագետներ։ Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լիճ է բաց թողնվում իշխանի գեղարքունի եւ ամառային ենթատեսակի շուրջ 120,000 մանրաձուկ։ Ամենամյա այս միջոցառումն ուղղված է լճում իշխանի պաշարների վերականգնմանը բնական եղանակով։ Մանրաձկները կենսունակ էին, այնպիսի չափերի, որ կհարմարվեն լճի էկոհամակարգին, այդ ամբողջը նախապես ուսումնասիրվել է, համապատասխանեցվել է ջրի կենսապայմանները Սևանա լճի եւ մեր միջև բաց թողումը պահման պայմանների հետ, որը կբերի նաեւ շուտ հարմարվողականության։ Դա հավաստում են թե ուսումնասիրության արդյունքները, որը իրականացնում է համապատասխան մարմինը Հայաստանի Հանրապետությունում, նաև ձկնորսների շրջանում հավաստում են այդ փաստը, այսինքն վիզուալ տեսանելի է այն փաստը, որ Սևանի իշխան ձկնատեսակը Սևանա լճում քիչ վերականգնվում է։ Նախատեսված է մինչև տարեվերջ լիճ բաց թողնել շուրջ 1,20,000 մանրաձուկ։ Լճում Սևանի իշխանի պաշարների ավելացման որոշակի դրական ցուցանիշ կա։ Այս մասին հավաստում են գիտական գործերի արդյունքներն ու ձկնորսների վկայությունները։ 2020-ից 2025 թվականներին կառավարության հետևական աշխատանքի շնորհիվ ընդհանուր Սևանա լճում բաց է թողնվել մինչև 2 միլիոն մանրաձուկ, իսկ միայն այս տարի մենք պլանավորում ենք բաց թողնել առնվազն 1 միլիոն մանրաձուկ։ Նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի 2027 թվականին արդեն կողակի մանրաձկները պատրաստի ունենանք նորից Սևանի լճի համար։ Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարը, նշելով, որ միջազգային վստահության եւ մեծ պատասխանատվության ցուցիչ հանդիսացող այս իրադարձությունը դառնալու է ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների եւ բնության պահպանության ոլորտում համատեղ լուծումներ մշակելու հարթակ։ Անահիտ Կարյան, Արփիկ Կակոյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Մշակութային ճանապարհորդության մասնակցող պատանի լոռեցիները հյուրընկալվել են Գավառի պատկերասրահում։ Այցը միաժամանակ ճանաչողական եւ կրթական էր, ինչը համահունչ էր մշակութային հաստատության կրթական ծրագրերին։ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի 63 դպրոցականների է հյուրընկալել Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը։ Իմ քայլը հիմնադրամի մշակութային ճամփորդություն Հայաստանում կրթական ծրագրի շրջանակում պատանի ճանապարհորդները հնարավորություն են ստանում այցելելու Հայաստանի տարբեր պատկերասրահներ, ոչ միայն ցուցադրությունները դիտելու, այլ նաև սովորելու։ Մենք այն երեխաներին, որոնք ունեն արվեստի, մշակույթի հանդեպ սեր եւ ցանկություն մասնակցելու մեր ծրագրին, ինչպես նաեւ նախապատվությունը տալիս ենք մարզի հեռավոր բնակավայրերի այն երեխաներին, որոնք սովորական պայմաններում հնարավորություն չէին ունենա մասնակցելու նման ծրագրերի կամ լինել ինչպես Երևանի, այնպես էլ տարբեր մարզերի մշակութային կենտրոններում։ Գավառի պատկերասրահում դպրոցականները ուսումնասիրում են գեղանկարչության ժանրերը, նախ տեսական գիտելիքներ են ստանում, հարց ու պատասխանով ամրապնդում դրանք, ապա նաև իրենք են ստեղծագործում։ Շատ դուր եկավ, մանավանդ երբ որ սովորում ես թե ինչ է կերպարվեստը, առանձնապես ես շատ եմ սիրում կերպարվեստը, նկարչությունը։ Ես նկարչականել եմ գնացել մի քանի տարի ու ապստոս փակվել է, բայց ես շատ եմ սիրում նկարել ու հետագայում եմ որոշում, որ պետք է ինչ-որ նկարչական արվեստ ընտրեմ։ Այցելել եմ Երևանի պատկերասրահը, այնտեղ ես ծանոթացել եմ Այվազովսկու նկարներին, այնտեղ ինձ ամենաշատ դուր է եկել իր ամենահայտնի նկարադային ներորդ ալիքն է, իսկ Գավառի պատկերասրահում ինձ ամենաշատը դուր եկավ Սամսոն եւ Դալիլա նկարը։ Ես ուրախ եմ, որ իմ մի օրը անցկացրեցի այս Գավառի պատկերասրահում։ Ծրագրի նպատակն է երեխաներին տալ ընդհանուր տեղեկատվություն գեղանկարչության ժանրերի վերաբերյալ։ Մասամբ երեխաները տեղեկատվություն ունեին գեղանկարչության ժանրերի մասին, իսկ այս կրթական ծրագրի շրջանակներում նրանց պատկերացումներն ավելի ընդլայնվեցին։
Դպրոցականների մշակութային ճամփորդությանն աջակցում է Հայաստանի ազգային պատկերասրահը, արդեն 2 տարի իրականացվող ծրագրին ցուցաբերելով բովանդակային եւ մեթոդական օժանդակություն։ Ազգային պատկերասրահը եւ մասնաճյուղերը սիրով իրականացնում են ինտերակտիվ կրթական ծրագրեր երեխաների համար։ Ինչպես գիտեք, կրթական ծրագրերը հատուկ մշակված ծրագրեր են երեխաների համար, որոնք մատչելի են դարձնում եւ մշակույթը, թանգարանային նյութը առհասարակ։ Պատկերասրահները նաև կրթական միջավայր դարձնելը նպաստում է արվեստի ու արհեստների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ցուցադրվող ֆոնդերի հանրահռչակմանը, երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, կարևորում են ծրագիրն իրականացնողներն ու հյուրընկալողները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս, մնացեք խաղաղությամբ։